Հարգելի հայրենակիցներ, հարգելի նիստի մասնակիցներ, չստացվեց պետության և հանձնաժողովի կողմից ծրագրված ի սկզբանե, ոչ միայն աշխատակազմի, այլ նաև հանձնաժողովի, որովհետև ի սկզբանե ըստ ինձ պլանավորումը արագ վերջացնելն էր և այն դիտարկումները, որ իբրև թե նիստը վարել ենք այնպես, որ բոլորին պարզ լինի, կարծում եմ ես ուրբաթ և նաև այսօր ինչ-որ չափով է սկզբի հատվածում, ովքեր որ դիտել են կամ կարող են ամբողջական նորից դիտել, կհասկանան, որ ինչ-որ փոխվեց մեր կողմի, այսպես ճակերտների մեջ, կռիվների արդյունքում, անհատական ամեն ինչը, ժամից սկսած, հարց ու պատասխանից սկսած և այլն, ֆիքսում եմ, որ ստացվեց։ Հանձնաժողովի արագ ավարտելու ցանկությունը շատ լավ հասկանում եմ, չեմ ընդունում իհարկե, բայց շատ լավ հասկանում եմ, որովհետև այն նյութը, որը պատրաստված էր շատ թերի, պատրաստված էր շատ սխալ, այն առումով, որ հենց մեկը ճգնաժամային կառավարման այսպես իմիտացիա ստեղծելու համար տկեն ուղարկել էր 9 կետանոց հաղորդում, որից եթե չեմ սխալվում, 7 կետը դուրս էր եկել, այսինքն պատկերացրենք մի իրավիճակ, որ հեծը խլելու գործընթացը ի սկզբանե նախաձեռնելուց, ասում են գիտեք ինչ, հարգելի հայրենակիցներ, կա ճգնաժամ և այդ ճգնաժամը կառավարելի դարձնելու, չգիտեմ, ազգային անվտանգության հարցեր են դնում տակը և ուղարկում են 9 կետ։ Հիմա եթե 9 կետից 7-ը վարույթում ներառված չի, դա նոր կետեր են ներառված, արդեն կարելի է պնդում անել, որ ճգնաժամ ուղղակի չի եղել և մեր ժողովրդին և մեզ առավել ևս, որից մեկը չի բացատրել ինչ ճգնաժամի մասին է խոսքը։ Կարծում եմ, որ իշխանության ներկայացուցիչները քաղաքական իշխանության մասին է խոսքը, ինչպես նաև հանձնաժողովականները չեն ապրում այսպես լուսնից բերված էլեկտրոէներգիայի հույսին և բոլորս նույն կենցաղն ենք վարում և նույն տեղերից ենք սնվում, այսինքն հեծից։ Եթե ճգնաժամ առաջացել է, ապա ամենայն դեպս միայն իշխանական էլիտայի համար, ամենայն դեպս։ Հավատացած եղեք, հույս չունենալով, որ իմ խոսքը ձեր վրա որից եք կարող ազդել, որովհետև ինչպես նշել եմ անգամ միջև այս նիստը, որոշումը կայացված է, չգիտեմ, բնականաբար ընդամենը մնում է հայտարարելը, բայց ամեն դեպքում հարգելի հայրենակիցներ, կարճ ձեզ փորձեմ այս երևույթները բացատրել, գոյություն ունի մի բան, որ ամբողջապես այսպես վերացվում են անկախ մարմին հասկացությունը, վերացվում է ընդհանրապես այն մեխանիզմները և այն գործիքակազմերը, որոնք տարիներ շարունակ ներդրվել են, որպեսզի ապահովեն ներդրումների անվտանգությունը, ապահովեն մեր քաղաքացիների այդ, այսպես ասած, էներգետիկ անվտանգությունը և այլն, ևս օրինակներ կան, բեցում լրատվամիջոցները տալիս են միլիարդների չարաշահում, ոչ մեկ տեղյակ չի։ Ոչ միայն ոչ մեկ տեղյակ չի, ըստ լրատվամիջոցների, քանի որ մեր դեմ էլ այդ սև արշավը կատարվում է բնականաբար լրատվամիջոցներով և շատ սուտ ինֆորմացիաներ են տարածվում, միգուցե սուտ լինի, բայց ամենայն դեպս իշխանությունը չի ժխտել, որ բեցի միլիարդավոր, մենակ պետական բեցի, միլիարդավոր այսպես կորուստների համար կամ չարաշահումների համար, որից մեկը ներգրաված չի որպես մեղադրյալ։ Դա ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, հարգելի քաղաքացիներ, հարգելի հայրենակիցներ, ձեզ խաբել են, որ հեծը գտնվում է այնպիսի ընդհանրապես ճգնաժամային վիճակում, որ պետք է պետության կառավարումը։ Պետության կառավարումը արդեն տեսնում ենք հանձնաժողովի կողմից իր գործիքակազմը կիրառելու արդյունքում և տեսնելու ենք շատ ավելի արագ տեմպերով դեպի ներքև բնականաբար, ձեզ խաբել են այն մասով, որ հեծում կատարվել են այսպիսի մասսայական կամ համակարգված հավելագրումներ, միանշանակ եմ ասում, որտեղ այս ամբողջ կետերը բերել է դրան, ձեզ խաբել են ընդամենը 2 պատճառով, որպեսզի ճակերտների մեջ պատժեն Սամվել Կարապետյանին կամ բերեն բանակցությունների դաշտ,
Եվ երկրորդ պատճառը, որպեսզի ինչպես հիմա կտեսնենք երեկվա հոսանքազրկումների հետ կապված էջմիածնի քրեական գործեր կլինեն, թե չէ մեր ժամանակ հանգարց միտեղ հոսանք էր գնում, միջև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, այսպես ասած, աղմուկ էր լինում։ Եվ երկրորդ հարցը, որ խաբել են այս հարցի կոնտեքստի մեջ, ձեզ խաբել են ցանկություն ունենալով իբրև թե հեծը այնպիսի, այսպես Սամվել Կարապետյանի օրոք ծառայել է քաղաքական նպատակների, հիմա իրանք են ուզում ծառայեցնել, հիմա արդեն պարզ փորձը ցույց է տալիս, որ մեր ժամանակ հեծում ղեկավար պաշտոններ են զբաղեցնում եւ այս ուժի, եւ իշխող ուժին, եւ ընդդիմադիր, եւ նաեւ նեյտրալ, այսպես մարդիկ, իսկ այսօր բոլորը տեսնում եք, որ եթե անգամ տեղական ԿՊ-ի ներկայացուցիչներ չեն, ու ամենայն դեպս վկայականով, բայց ներքուստ ավելի, այսպես, ԿՊ-ական են, քան մնացածը։ Մի խոսքով հաշվի առնելով այս ամեն ինչը, հարգելի հայրենակիցներ, ձեզ խաբել եմ։ Ես որոշումը համոզված եմ ինչա լինելու, բայց դա ինձ համար ամենայն դեպս նորություն չի, եւ այստեղ եմ ոչ թե հանձնաժողովի վրա ինչ-որ ձեւով ազդելու, ես ուզում եմ ասեմ, որ ամենայն դեպս ես այստեղ եմ, այս 3 օրվա ընթացքում ձեզ ամեն ինչը ցույց տալու համար։ Հանձնաժողովը իր որոշումը վաղուց ունի եւ կայացնելու է։ Ինչ վերաբերվում է հետագա ճակատագրին, ես խնդրում եմ, որպեսզի այն որ նույն բաները ներկայացվելու են առանց փաստական հանգամանքների, առանց ապացույցների, դա աներկբա է, այսպես ասած, ինչ